Ինչպես հիշում եք, մեր հաղորդաշարը նվիրված է էժանագին եւ թանկարժեք, գեղեցիկ եւ ոչ այնքան լյուքսային եւ սպորտային ավտոմեքենաների տեստ դրայվերին։ Չգիտեմ ճիշտ ասած դուք շատ եք սպասել այս թողարկմանը թե ոչ, բայց ես շատ եմ սպասել։ Ես անցկացրել եմ շատ ծանր օրեր, անցկացրել եմ անքուն գիշերներ, որովհետեւ ես մտածում էի։ Եվ ինչպես ասում են շատ ու շատ փիլիսոփաներ, եթե մի բանի մասին շատ ես մտածում, այն անպայման իրականանում է։ Իսկ ես իմ անքուն գիշերները անցկացրել եմ մտածելով միմիայն նրա մասին։ Ինչ հարգելի բարեկամներ, այս պահից մենք սկսեցինք մեր տեստ դրայվը։ Չնայած ցավոք, շատ ցավոք եղանակը շատ ուժեղ փչացավ, ասեմ ինչի ցավոք, որովհետև այս մեքենայով թաց եղանակին դուրս գալ ճանապարհ չի կարելի, որովհետև այս մեքենայի հզորությունը պարզապես այնքան շատ է, որ շատ է էլի այդ կողասահքը եւ չգիտեմ շատ վտանգավոր է վարել մեքենան անձևին, բայց այնուամենայնիվ մենք քանի որ կամքից ուժեղ մարդիկ ենք, մենք չենք վարել այս բաներից։ Ուժս։ Դե չի գալիս այս բաներ անել լավ, էլ չեն գալիս։ Երկրորդ սերնդի 6-րդ սերիայի BMW-ն, որի թողարկումը սկսվեց 2005 թվականից, կառուցվում էր E63 հենարդակի վրա, սա կուպե տարբերակը, իսկ կաբրիոլետ տարբերակի հենարդակը ստացավ E64 կոդային անվանումը։ Այս մոդելի դիզայնը մշակել է Ադրիան Վան Հույդոնկը, իսկ որպես հիմք ծառայել է Քրիս Բանգլի նախագծած Z9 GT կոնցեպտուալ մոդելը, որը ներկայացվել էր դեռ 1999 թվականին։ Մասնավորապես գրեթե ամբողջությամբ կրկնվում է հետնամասի դիզայնը, որը կիրառել էր Բանգլը դեռ 7-րդ սերիայի BMW-ն նախագծելիս։ Ինչևէ, հետնամասի այս դիզայնը շատ վիճաբանությունների տեղիք տվեց։ Ոմանք նույնիսկ ասում էին, որ սա շատ գեղեցիկ ու հզոր ավտոմեքենա է, միայն վարելիս պետք է անել այնպես, որ ոչ ոք չտեսնի դրա հետնամասը։ Այս դիզայնի հիմնական գաղափարն էր կտրուկ եզրերի միացումը սահուն գծերով, որը պահպանվեց մինչև BMW i8 մոդելային նախագծումը։ Երևի թե սկսենք մեքենայի սրահի հարմարավետությունից, ասեմ, որ շատ մարդիկ կան, ովքեր կարծում են, որ եթե սպորտային մեքենա, ապա անպայման անհարմար սրահ։ Ինչու՞։ Չգիտեմ, ինչու են նրանք այդպես կարծում, բայց ասեմ, որ այս ավտոյի սրահը շատ ավելի հարմար է, քան սովորական 6-րդ սերիայի BMW-ն, որովհետև այստեղ նստարանները լիովին գրկում են արորդին եւ ուղևորին նույնպես։ Եվ պարզապես դու ընդհանրապես չես ունենում այս օղային ճոճը, այսինքն դու ցիկ նստում ես ղեկին եւ զգում ես քեզ ինչպես,
նստած։ Հեկանիվը սպորտային է նույնպես բնականաբար, որը ունի նաև փոխանցման տուփի փոխարկումների կոճակ, այսինքն պարզապես առանց ձեռքերը հեքից անելու կարող ես փոխանցումներ կատարել, որը շատ հարմար է։ Չնայած քաղաքային պայմաններում դա այնքան էլ չի օգտագործվում, որովհետև քաղաքում դու արում ես պարզապես drive ռեժիմի վրա։ Ասեմ, որ այս փոխանցումատուփը SMG 3 սերիայի փոխանցումատուփն է արդեն, որը կարելի է ասել մեխանիկական փոխանցումատուփ է, այսինքն ինքը ավտոմատ չի, որովհետև իր կառուցվածքը այնպիսին է, որ գծորդումները այնպես են սարքած, որ կոմպյուտերը, այսինքն ռոբոտը, ձեր փոխարեն պարզապես կատարում է նույն մեխանիկական ֆունկցիան։ Այստեղ ունենք iDrive համակարգիչ։ iDrive-ով կառավարվում է մեքենայի ողջ սիստեմը, ողջ էլեկտրոնիկան։ Այսինքն iDrive-ի օգնությամբ դու կարող ես կարգավորել թե նստարանները, թե աուդիո համակարգը, նույնիսկ կարող ես կարգավորել այս M կոճակի ֆունկցիաները։ Այստեղ եթե չգիտեք, մեկանիվի վրա կա M կոճակ, որը սեղմելիս ըստ ձեր դրած կարգավորումների անջատում է բոլոր տեսակի օգնող եւ պաշտպանող ֆունկցիաները եւ մեքենան 395 ձիաուժից միանգամից դառնում է 507 ձիաուժ։ Այստեղ այս բոլոր կոճակները, բոլոր վահանակները շատ հարմարեցված են վարորդին, ամեն ինչը պարզապես ձեռքի տակ է եւ պետք չէ ձգվել, ամեն ինչ հասանելի է հենց միանգամից, իսկ ամենակարևոր բաները կան նաեւ մեկանիվի վրա։ BMW M6 մոդելի թափքի կառուցման ժամանակ կիրառվում են ժամանակակից շատ տեխնոլոգիաներ։ Մասնավորապես դրա որոշ դետալներ, ինչպիսիք են բամպերներն ու տանիքը, պատրաստվում են կարբոնից եւ կոմպոզիտային թեթև նյութերից։ Արդյունքում ստանդարտ 6-րդ սերիայի BMW-ի համեմատ ոչ միայն թեթևացել է M6-ի թափքը, այլև ծանրության կենտրոնի իջեցման շնորհիվ բարելավվել են նաեւ կառավարելիության շատ ցուցանիշներ։ Ինչպես վայել է իսկական M ինդեքսը կրող BMW-ին, M6-ը նույնպես ունի M ռեժիմը ակտիվացնելու փոխարկիչ։ Այս ռեժիմում հասկանալի է դառնում ուժային ագրեգատի ողջ հզորությունը։ Իսկ որպեսզի ավտոմեքենան բարձր արագությունների ժամանակ հնարավոր լինի կառավարել ավելի հեշտությամբ, առջևի բամպերի մեջ ներկառուցված են լայնօթառիչներ, որոնք ապահովում են արգելակների ու հովացման համակարգի օպտիմալ սառեցում։ Մեքենան ունի կրուիզ կոնտրոլ, չգիտեմ այս մեքենայի վարորդը օգտվում է այդ համակարգից թե ոչ։ Ունենք 12 ուղղություններով կառավարվող նստելատեղ, ղեկանիվը ունի մի հատ շատ հետաքրքիր եւ շատ օգնող մի հատ համակարգ, որը վարորդին թույլ է տալիս, այսինքն հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակահատվածում բերել զրոյական դիրքի ղեկանիվը, այսինքն որը թույլ է տալիս շատ արագ կողմնորոշվել ճանապարհին եւ որը բնդանում է ըստ արագության, այսինքն մեծ արագությունների ժամանակ ղեկանիվը ավելի ձիգ է, այսինքն դու չես կարող պարզապես կտրուկ շարժումներ անել։ Արագության հետ մեկտեղ նաեւ ձգվում է անվտանգության գոտին եւ այս նստարանների կողքերը։ Մեքենայի սրահում պատրաստման նյութերի որակը բավականին բարձր է, ասեմ ձեզ։ Ու բենզինը բրծնում է, դրանք կալոնք է։ Ասեմ մեքենայի ծախսը կանգնում է մոտավորապես 22 լիտր քաղաքային պայմաններում, ամենայն դեպս համացանցում տարածած ինֆորմացիայի ելնելով եմ ասում դա։ Կարծում եմ այս մեքենան ամենօրյա վարման համար հեչ հարմար մեքենա չէ։ Բենզինի ծախսը ահռելի, գաբարիտներով մեքենան բավականին մեծ, չնայած որ ղեկին նստած չես զգում այդ մեծ գաբարիտները, մեծ չափերը։ Բնականաբար փոխանցման տուփի կցորդումը բավականին թանկ է, բավականին, եւ նա մաշվում է շատ շուտ, ասեմ ժամանակից շատ շուտ։
շատ հետաքրքիր բաներից մեկը նա է, որ նա ունի կոշտության, փոխարկումների կոշտության եւ արագության կառավարում։ Այսինքն, ահա տեսնում եք այս կոճակը։ Այսպես բարձրացնելով դուք կոշտացնում եք, մինչև վերջ բարձրացնելով դուք կոշտացնում եք եւ արագացնում եք փոխանցումները։ Իսկ փափուկ, այսինքն ամենացածր ռեժիմի վրա պարզապես կոմֆորտ ռեժիմն է, որը հնարավորություն է տալիս համարյա թե չզգալ փոխարկումները։ Լավ, մի հատ մենք բենզին լցնենք, հետո կշարունակենք։ 5000 սովորական լից էլի ախորես։ BMW 6-ը աչքի է ընկնում անվտանգության մի շարք համակարգերով, ինչպիսին է օրինակ անվտանգության բարձիկների ավտոմատ համակարգը, որը ըստ հարվածի ուղղության կարգավորում է բարձիկների բացվելու գործընթացը։ Բացի այդ, վթարի դեպքում անվտանգության պասիվ համակարգերը անմիջապես գործում են փակելով վառելիքի հոսքը եւ բացելով ավտոմեքենայի դռների փականները։ Բացի այս ամենից, արկա են նաև անվտանգության այլ համակարգեր, ակտիվ կարգավորվող գլխակալներ, առջևի նստողների ծնկները պաշտպանող բարձիկներ, էլեկտրոնային կայոնարար ու ելի մի շարք համակարգեր, որոնք ուղևորությունը դարձնում են հաճելի ու հարմարավետ։ Մեքենան բավականին թեթևակշիռ է, ընդամենը 1710 կիլոգրամ, դրան ինժեներները հասել են շնորհիվ թեթև անվաթևերի, դռների և բեռնախցիկի դռան և ինչպես նաև տանիքի, որը պատրաստված է կարբոնից, ինչի շնորհիվ նաև ինժեներները հասել են շատ ցածրացված ծանրության կենտրոնի։ Ասեմ, որ արգելակման համակարգն էլ նույն լիովին արդարացնում է սպասելիքները, որովհետև շատ ծիծաղելի կլիներ, եթե նման հզոր ավտոմեքենայի վրա լինեին վատ արգելակներ։ Այս մեքենան իր հզոր 5 լիտրնոց 6 շարժիչով 0-ից 100 կմ/ժ արագությանը հասնում է ընդամենը 4.6 վայրկյանում։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 330 կմ/ժ, բայց այն բնականաբար սահմանափակված է 250 կմ/ժ-ի վրա։ Ասեմ, այս մեքենայի ղեկին զգացողությունները եւ տպավորությունները աննկարագրելի են։ Էլ չեմ խոսում հայացքների մասին, պարզապես անցորդների հայացքների մասին։ Ամորացա հիշեցնեմ, որ այս M կոճակը նաև կոշտացնում է մեքենայի կախոցները։ Շատ փափուկ է մեքենան, երբեք չես ասի, որ նստած ես 507 ձիավոշ զորությամբ մի հրեշի ղեկին։ Այս մեքենան բնականաբար ես երբեք խորհուրդ չեմ տա ոչ էնտուզիաստներին, այսինքն այն մարդկանց, ովքեր պարզապես մեքենան վարում են պարզապես նրա համար, որպեսզի հասնեն A կետից B կետ եւ բացարձակ կարևոր չէ արագ թե դանդաղ, հետաքրքիր թե անհետաքրքիր, այնպես որ այդ մարդկանց ես պարզապես խնդրում եմ հեռու մնացեք BMW M6-ից եւ ընդհանրապես BMW-ի բոլոր սերիաների M կոմպլեկտավորումից։ Դե ինչ արգելի բարեկամներ, BMW M6-ի հետ կապված այսքանն էր։ Իսկ եթե դուք ցանկություն կունենաք դիտել մեր նախորդ թողարկումները, պարզապես կարող եք այցելել մեր վեբկայք 3w.autodrive.am հասցեով կամ միանալ մեզ Facebook-ում։ Մենք կանք նույնիսկ YouTube-ում։ Իսկ եթե դուք ունեք ինչ-որ հետաքրքիր ավտոմեքենա, ինչ-որ մի բանով տարբերվող, արտասովոր, դուք կամ ձեր բարեկամները, ընկերները եւ հարևանները անպայման տեղեկացրեք մեզ եւ մենք անպայման կարձագանքենք։ Հաջողություն։ Տեսանյութը, որը առաջարկում ենք դիտել, հաստատում է ասվածի ողջ ճշմարտացիությունը։
Լավ է, հələ հետ եկեք։ Ինչ ա եղել, ակնա՞ն։